իրավաբանները խոսում են այն մասին, որ հակասահմանադրական է այն քարոզարշավը եւ այն միջամտությունը պետությանը, որ պետության միջամտությունը եկեղեցուն, ինչպես որ իրականացվում է, բայց փոխադարձ մեղադրանք է հնչում առայն, որ եկեղեցականներն են մասնակցում են քաղաքական գործունեությանը, չգիտեմ, հայտարարություններ են անում քաղաքական, որքանով այս հակադարձումը կարելի է ասես adekvat համարել եւ ինչու մի դեպքում այո նորմալ է, իսկ մյուս դեպքում ոչ հակասահմանադրական է։ Ես ավելի շատ կնախընտրեի, որ մենք քննարկումը ոչ թե տանենք այդ դաշտ, թե ինչքանով է լեգիտիմ այս պահանջը, այն պահանջը արդյոք սահմանադրություն է խախտել թե չէ։ Մեր իրավաբան գործընկերները շատ փայլուն կերպով դա կարող են ապացուցել, որ ընդհանրապես շատ ու շատ գործընթաց այս ասպարեզում հակասահմանադրական է։ Ես ավելի շատ հակված եմ, թե նպատակները ինչու են կայանում։ Հետևաբար տեսեք ամենասուդը կամ կեղծիքը կամ իրականությանից շեղելը կամ այդպիսի մտադրություն ունենալը շատ դեպքերում կիսա իրականության կամ կես ճշմարտությունների տեսքով կամ դրա շաղախմամբ է լինում։ Երբ որ թաքցվում են իրական նպատակները եւ կիսաճշմարտություններով հանրային դիսկուրս է հրահրվում։ Մենք պետք է ավելի շատ տեսնենք եւ խորանանք, թե ինչպիսի նպատակները հետապնդում է ամեն ինչը։ Առնվազն 3 ուղղությամբ եկեղեցու ըստ էության հնազանդեցման գործընթաց է, երկրորդը եկեղեցու դեմ պայքար, որը կարող է լինել արտաքին ուժերի հանձնարարական, եւ երրորդը նախընտրական այս ժամանակահատվածում նախկինների շարքերը եկեղեցով համալրելու այդպիսի ցանկություն, որը շատ դեպքերում նաեւ էլեկտորալ բավականին շատ հնարավորություններ կարող է պարգևել այսօրվա վարչակարգին։ Հետևաբար մենք պետք է ոչ թե փորձանենք կիսաճշմարտությունների դեմ պայքարել, այլ մենք պետք է այս նպատակադրումները վերհանենք եւ հանրության հետ խոսենք այս նպատակների իրական նպատակադրումների վերաբերյալ։ Ճիշտ հասկացա, պարոն Անյան, որ դուք կարծում եք, որ փորձում են ասել, որ եկեղեցին նույնպես նախկին է։ Այո։ Տեսեք, այն վարկագիծը, որ դրսևորվում է, չէ, ասենք շատ ու շատ հանրային գործիչներ այսօր հանդես են գալիս եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ եւ շատ ու շատ հասարակական քաղաքական գործիչները իրենցից ըստ էության իրենց պատկերացմամբ դրանք նախկինների ներկայացուցիչներ են։ Հետևաբար դուրս է գալիս, որ այսօրվա մոդեռն մտածելակերպ ունեցողները իրենք ուզում են եկեղեցին առողջացնել, բայց նախկինները պայքարում են եկեղեցին այսպես պահելու այդպիսի ջատագով են։ Հետևաբար եկեղեցին արժե զրկելու եւ նախկինների հետ մերձեցնելու եւ էլեկտորալ որոշակի նախապատվություններ կամ ավելի առավելություններ ձեռք բերելու նպատակադրում ունի այս ամեն ինչը։ Տեսեք, պարոն Անյան, երբ ասում են, որ էլեկտորալը եւ նախընտրական տրամաբանության մեջ է պետք դիտարկել, հիմա արդեն կարծես թե ակնհայտ է, չէ, որ այս արշավը առանձնապես մեծ ձայներ չի բերելու Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ավելի շատ իր դեմ գոնե հանրային տրամադրությունները այդպիսին են։ Արդյոք դուք ունեք այդ զգացողությունը, որովհետև հակադարձումն ավելի մեծ է, քան ընկալումը իշխանության այդ քարոզչության, լավ, սրան պատասխան։ Գիտեք, ինքը մենք պետք է տեսնենք, որ նաև քաղաքական վերարտադրության առումով սա վաբանկ գնալու մի այսպիսի նպատակադրում ունի։ Երբ որ դու տեսնում ես, որ դու չունես վարկանիշ, եւ երբ որ տեսնում ես, որ կարծես էլեկտորալ ակտիվությունը հանրության մոտ վերականգնվում է, ամենայն դեպս համայնքներում իրականացված վերջին ընտրություններում շատ ավելի մասնակցության տոկոսը շատ ավելի բարձր էր, դու տեսնում ես, որ ինչ որ շեշտակի բաներ անելու կարիք կա սրբությունների, սրբության, ազգային միակ կառույցի, ինստիտուցիոնալ կառույցի դեմ հոխորտանքներ եւ այս ամեն ինչը փաթեթավորվում է կենցաղային պահանջներով։ Ես ավելի շատ ոչ թե օրինակ, եթե դուք տեսաք այդ էվալյուցիան, դա պայքար էր եկեղեցու դեմ։ Հետո դա վերաճշգրտվեց եւ ավելի շատ պահանջ ներկայացվեց կաթողիկոսի
կուսակրոնության ուխտը չպահպանելու այդպիսի ենթավարկած կամ կանխավարկած կամ վարկած ներկայացնելու։ Հետևաբար իրենք եւս որոշակի ճշգրտումներ են կատարում։ Այսինքն ամենասկզբից շատ ավելի հախուռն ձևով իրենք ցուցադրեցին, որ սա պայքարը եկեղեցու դեմ։ Ոչ թե եկեղեցին ու մաքրելու կամ ասենք վեհարանը իրենց ասելով մաքրելու հետ կապված ինչ որ հայ առաքելական եկեղեցու հետևորդների կողմից բան արած է, ասենք ինչ որ այդպիսի մտադրություններ կան։ Հետևաբար տեսեք, սա շատ կարևոր ու շատ մի ջրբաժան է։ Ձեր հարցի պատասխանը հետևյալն է. իրենք գիտակցում են, որ սա ռիսկային է, բայց իրենք այլ անելիք չունեն, սա քաղաքական վաբանկ գնալու ինչ որ գործընթաց է։ Եվ իրենք գիտեն, որ այս գործընթացի մասնակցությունը կան մեր հանրության ներսում այնպիսի մտածելակերպ ունեցող կամ ենթամշակույթ, այդպիսի ձևավորված արդեն իսկ ենթամշակույթ, որ այս խայծը կարող են կուլ տալ եւ էլեկտորալ իրենց այսօրվա պաշարները իրենք կամրապնդեն եւ նաեւ էլեկտորատը որոշակի համախմբում կապահովեն։ Իրանք հստակ մտադրությունն են, բայց սա քաղաքական վաբանկ է։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։